Սաղմոս 27-րդ Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ: Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափիմ: Չարերն ինձ վրա են գալիս, որ իմ մարմինն ուտեն: Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են և վայր ընկնում: Թեև զորաբանակ էլ ինձ դեմ բանակ տա, իմ սիրտը չի վախենա: Թեև պատերազմ էլ վեր կենա ինձ դեմ, ես դարձյալ կհուսամ: Մեկ բան եմ խնդրում Տերիցը, և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվիմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և նրա տաճարին զննելով մտիկ տամ: Որովհետև չար օրումը նա ծածկում է ինձ իր խորանի մեջ: Նա թաքցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը և բարձրացնում է ինձ վեմի վրա: Եվ հիմա իմ գլուխը կբարձրանա իմ թշնամիների վրա, որ իմ չորս կողմովը կան: Եվ նրա խորանի մեջ գոհության պատարագներ կմատուցանեմ, կերգեմ և սաղմոս կասեմ Տիրոջը: Լսի՛ր, Տեր, իմ ձայնը, երբ որ կանչեմ, և ողորմի՛ր ինձ, և պատասխան տուր ինձ: Իմ սիրտն ասում է քեզ քո խոսքը, թե խնդրեցեք իմ երեսը: Ահա, Տեր, ես էլ խնդրում եմ քո երեսը: Մի ծածկիր ինձանից քո երեսը: Մի մերժիր ծառայիդ քո բարկությունովը: Դու ես իմ օգնությունը: Մի հեռացնիր ինձ և մի թողուր ինձ, ով իմ փրկության Աստված: Թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ: Սովորեցրու ինձ, Տեր, քո ճանապարհը և առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով: Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին: Որովհետև սուտ վկաներ են կանգնում ինձ դեմ, որ անօրենություն են փչում: Իսկ թե որ ես հաստատ չհավատայի, թե Տիրոջ բարությունը կտեսնեմ կենդանյաց երկրումը: Սպասի՛ր Տիրոջը: Թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը: